Այսօր բոլորս հավաքվել ենք իրար սատարելով, միացյալ ուժերով, կարծում եմ ոչ միայն այստեղ կանգնածներս, այլ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները Հանրապետության քաղաքացու շահերից, օրենքը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ, և վտանգական չէ, որ իշխանության պատգամավորներից մեկը անկեղծորեն խոստովանեց, կապ չունի, դուք հավատում եք, որ 20, 30 կամ 40 տարի հետո կստանաք արժանապատիվ քոշակ, թե չէ, հիմա փող է անհրաժեշտ և յուրաքանչյուրը պիտի իր ներդրումը ունենա Հայաստանի տնտեսության մեջ, սա բացահայտ նալոգ և ռեկետ ու կորզելու բացահայտ խոստովանություն է ամենաբարձր մակարդակով, սիրելի հայրենակիցներ։ Սա բացառիկ դեպք է, եթե չասեմ նախադեպը չունեցող, որ մեր քաղաքացին, ախր մեծատարով քաղաքացին, քաղաքացիական նախաձեռնությունները թելադրել են, ձևակերպել են օրակարգ և այդ օրակարգին միացել են խորհրդարանական, ոչ իշխանական ուժերը առանց բացառության։ Ես ուզում եմ, որ սա մենք միասին ողջունենք։ Առավել քան համոզված եմ, որ պետության մեջ արմատապես, արմատական բարեփոխումներ անելու համար անպայման անհրաժեշտ է, որ և անսարակությունը, և մեր քաղաքացիները, քաղաքացիական նախաձեռնությունները, և այն քաղաքական ուժերը, ովքեր չեն կիսում այսօրվա վարվող քաղաքականությունը, միավորվեն։ Սա կրկնում եմ միակ ճշմարիտ ճիշտ ճանապարհն է, որը մեզ կապահովի հաջողություն։ Եթե մեր հնչեցրած հարցերին նրանց պատասխանը լինելու է, մենք որոշել ենք և մեր որոշմանը չկա այլընտրանք, ապա մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, իշխանությունների գործատուները չենք ունենա այլընտրանք, քան փնտրել նրանց այլընտրանք։ Հայաստան! 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 Կուզեի այսօր ևս մի փաստ ամրագրենք ամեն մեկս մեր մտածողության, գործելավոճի և ամենօրյա կյանքում։ Ոչ ոք մեր երկրի խնդիրները չի լուծելու մեր համար։ Մենք ամենքս պետք է մեր ամենօրյա գործունեությամբ պայքարենք հանուն մեր իրավունքների և հանուն մեր վաղվա օրվա։ Նախ և առաջ ցանկանում եմ ողջունել այս շարժումը, որը ձևավորվել է շատ պարզ նպատակի շուրջ։ Քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը։ Գրագետ, ինտելեկտուալ, քաղաքակիրթ, հնարամիտ քայլերով, քաղաքացու բարձր պատասխանատվությամբ և իրավագիտակցությամբ այս նախաձեռնող խումբը արտնացրեց քաղաքացիական ակտիվությունը այս հարցի շուրջ։ Սա մեծապես նպաստեց նաև ազգային ժողովի 4 ընդդիմադիր խմբակցությունների
արդեն իսկ ձևավորված միասնականության ամրապնդմանը եւ այսօրվա հանրավաքի մարդաշատությունը հենց մեր քաղաքացիական հասարակության եւ առաջատար քաղաքական ուժերի աննախադեպ համախմբման արդյունքն է։ Պարտադրվում է մեզ ձեր հետ միասին բոլորիս այս արատավոր կենսաթոշակային համակարգը մենք ձեր հետ միասին պետք է ասենք ոչ։ Մենք ձեր հետ միասին պետք է կարողանանք վճռական պայքար մղել։ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի կարևոր պայմաններից մեկը հետևյալն է։ Արդյոք այն օրենքը, որ ներկայացվել է իբր թե մեր ներկա եւ ապագա սերունդների բարեկեցության օրենք, համապատասխանում է հայ ժողովրդի կամքին, թե ոչ։ Եվ հիմա հարցը ուղղում ձեզ, մենք կողմ ենք այս օրենքի։ Մենք ձեր հետ միասին պատրաստ ենք մինչև վերջ պայքարելու։ Մենք ձեր հետ միասին կարող ենք մեր կամքը պարտադրել այս իշխանություններին։ Եվ ուրեմն, մինչև ամսի 25-ը սահմանադրական դատարանը, որ պետք է գտնի օրենքի գործողության կասեցումը, պետք է լսի ձեր ձայնը, ձեր վճռական ոչը եւ ձեր պահանջը, որ տեղի ունենա